Մենամարտելն ամանավանդ աղջիկներին։ Հայկական երաժշտական հեռուստաալիքի ուղիղ եթերում ռեյթինգով կեսօրը շարունակվում է, այնքան հետաքրքիր թեմա է մեզ մոտ այսօր, որ մենք նույնիսկ գովազդի ընթացքում շարունակում էինք խոսել։ Ես ասացի, որ հարգանքի նշանները կարատայում իրոք ավելի շատ են, որովհետև սա, ինչպես ասում են, ուսմունքի նման ինչ-որ մի բան է, ոչ թե պարզապես սպորտաձև, եւ շատ կարևոր բան եմ նկատել, որ մրցումների ժամանակ, եթե դա տարածված չէ այլ մարտաձևերում, կարատեի ժամանակ մենք խոնարհվում ենք նաև այն մարդկանց, ովքեր գնահատում են եւ մեզ մեր բալերն են հաշվում, այսինքն դատավորներին ենք խոնարհվում։ Եվ սկզբում մրցավարներին, եւ սկզբում եւ վերջում։ Որպես մարզիչ, ինչ եք դուք հոգեբանորեն մատուցում ձեր մարզիկներին։ Մեր մարզիկներին նախ մրցումներից առաջ հոգեբանական պատրաստությունը մենք պատրաստում ենք ամեն տեսակ իրողություններ, այսինքն հնարավոր է մրցավարը սխալվի, լինում է երկու տիպի մրցավարի սխալ, պատահական եւ դիտավորյալ, այո, լինում է, մենք չենք կենտրոնանում նրա վրա, ասում ենք, որ ամեն ինչ էլ հնարավոր է, այսօր ինչքան էլ մենք խոսում ենք այդ բացի մասին, ամբողջ աշխարհում այդ խնդրեմը կա, յուրաքանչյուր սպորտաձևում մենք շատերս տեսնում ենք օլիմպիադայի ժամանակ, նույնիսկ աշխարհի առաջնությունների ժամանակ, որտեղ կան հարյուրավոր տեսախցիկներ եւ իրենց ծեր գործը կատարում են։ Դրա համար մենք մեր մարզիկներին ասում ենք, եթե հաշվեք դուք հավասար եք մենամարտել, ուրեմն պարտվել եք։ Այսինքն մեկ գլուխ պետք է բարձր լինել, որպեսզի հաղթել։ Չնայած սպորտում որտեղ կան միավորներ, հավատացեք, որ այդ միավորն էլ շատ մեծ նշանակություն ունի։ Եվ այդպես, եւ երբեք չեն մեր աշակերտները չեն վիճում մրցավարի հետ, եւ ընդհանրապես կարատեի մեջ իրավունք չկա վիճելու։ Միանշանակ։ Ինչքան էլ մրցավարը սխալ լինի, պետք չէ գոռգոռալ, բղավել, հարվածել, չնայած որ դուք ավելի ուժեղ կարող եք լինել տվյալ իրավիճակում։ Արդեն դա կարատե չի դառնում։ Դա դառնում է վայրագություն, որը մեր դոջոկունը Արտյոմը նշեց, ես շարունակեմ 5 կետ է, շատ գեղեցիկ դարձիր կատարյալ, հավատարմությամբ, ջանասիրությամբ, խուսափիր վայրագ արարքից։ Այսինքն մենք յուրաքանչյուր հարգանքով, այո, յուրաքանչյուր մարզումների վերջում բոլորով միասին կրկնում ենք սա եւ դարձնում ենք կյանքի ուղի, այսինքն բարոյական ինչ-որ ուղղություն, որ մարզիկները գնան այդ ուղղությամբ։ Եվ դա չլինի ընդհանրապես մարտաձև սպորտ եւ ուժեղ լինելու միջոց։ Այո, սպորտ չի։ Մեր նպատակն է դաստիարակել այնպիսի մարդ, որը պիտանի լինի հասարակությանը, իր ընտանիքին, իր հայրենիքին։ Լինի լավ մարդ, որի հետ հնարավոր լինի շփվել, որին հնարավոր լինի վստահել եւ հոգում չունենա չարություն։ Սա է նպատակը եւ դաստիարակել առողջ եւ խիզախ սերունդ։ Վայրագ արարքների մասին անպայման դեռ կխոսենք, բայց քանի որ խոսեցինք մրցումների մասին, ուզում եմ ճշտել, Արտյոմ, երբևէ քեզ մրցավարը սխալ դատել է կամ չի ավելացրել միավոր կամ ընդհակառակ վերցրել է միավոր։ Այո, իհարկե, այդ եղել է, շատ է եղել, ես նույնիսկ անարդար դեպքերի մասին է խոսքը։ Դե համար իմ մարզիչը սենց է, ես ասում եմ միշտ հաղթիր այնպես, որ չկարողանան նույնիսկ իրանց սև գործը անելուց հետո իմ հաղթանակը տան մյուսին էլի։ Այսինքն 1-2 բալը դա գրեթե ոչինչ է, որոնք կարող են քեզանից խլել։ Եթե դու առավել լինես շատ ավելի շատ, այդ դեպքում եթե նույնիսկ իրենց 2 բալը վերցնեն անարդար ճանապարհով, միևնույն դա հաղթանակը վերջնություններին կիսաեզրափակիչում Լեհ մարզիկի հետ է եւ մի պահ ստացվեց մի միավորով պարտվեց։ Նա հաղթում էր, բայց Լեհ մարզիկին սխալ միավոր տվեցին, այսինքն տվեցին միավոր, որ չպետք է տային եւ այդպես նա գրավեց 3-րդ տեղը։ Նույնն էլ ինձ եզրափակիչում ուկրաինացու հետ նորից մի միավորը եւ մի սխալ նկատողությունը առաջինից դարձրեց երկրորդ մրցանակակիր։ Ինչ զգացողություններն այդ պահին լինում։ Որքան էլ մենք սովորենք, որ պետք է լինես, ինչպես ասում են,
զուսպ, հանգիստ եւ հասկանաս, որ այդ սխալները այսպես թե այնպես կան եւ տվյալ երկրում եւ ցանկացած սպորտաձայում, ցանկացած վայրում աշխարհում միևնույն է մեջդ ինչ որ բան եռում է, ինչ որ բան այն չէ, ինչպես է փորձում այդ զգացողություններից ազատվել։ Մեր պարագայում մենք բավականին ուղի ենք անցել արդեն կարատեում, վերջերս Արտեմը հանձնեց Սևգոտի 3-րդ դան միջազգային կարգի, ես 5-րդ դան, արդեն 15-20 տարի ավել մարզվում ենք եւ սովորական է։ Պատկերացրեք, որ իմ պարագայում բազմիցս են եղել մրցավարական թերություններ եւ կոկորտը ճղելով կամ ավելորդ շարժումներով կամ լացելով ոչ մի բան այդ չես բերի։ Ուրեմն մի շատ գեղեցիկ դեպք տեղի ունեցավ այս տարի ամռանը Վրաստանում, նորից եզրափակիչում վրացի մարզիկի հետ ես մենամարտում եմ եւ մրցավարները ամեն ինչ արեցին, որ նա հաղթի։ Բայց պատկերացրեք այնքան լավ մարդ գտնվեց այդ մարզիկը, որ վերջում իր առաջի տեղի մրցանակը բերեց տվեց ինձ։ Դա հաշվի առնվեց որպես մրցանակի փոխանցում ձեզ իրական, թե պարզապես դա գեղեցիկ ժեստ է։ Այո, նա ստիպեց, որ հավաստագրի վրա գրեն, որ ես զբաղեցրել եմ առաջի տեղը։ Ընդհանրապես շատ ճիշտ եւ լավ է, որ նման մարզիկներ կան, ընդհանրապես պետք է այդպես լինի։ Պատկերացրեք, որ հազվագյուտ, դա մենք ֆիլմում ենք տեսել, լավագույններից լավագույնը, երբ ամերիկացիք հաղթում են կորեացիքին եւ նրանք նորից մրցավարների պատճառով կամ այլ պատճառներով չի ստացվում եւ սրանք մեդալները հանձնում են։ Նույն պատմությունը կրկնվեց։ Երբ ես շատ տարիներ առաջ եւս զբաղվում եի կարատեով, ինձ անպայման առաջին բանը որ սովորեցնում էին, դա ոչ միայն հնազանդ լինելն է մրցավարներին, մարզչին, եթե նույնիսկ մարզիչը քեզ ստիպում է չափից ավել պարապել, չնայած հասկանում ես հետո տարիների ընթացքում, որ երբեք չափազանց շատ հնարավոր չէ մարզվել, մարզվում ես որքան հնարավոր է շատ եւ դա միայն լավ է, իհարկե մկանները հանգստացնելու հաշվին դա չպետք է անենք, բայց դրա հետ մեկտեղ միշտ սովորեցնում են, որ պետք է լինես արդար։ Այսինքն տվյալ դեպքում դա երևի թե նրան սովորեցրել են, պարզապես շատ մարդկանց դեպքում դա խղճի խայթը այնքան թույլ է լինում, որ չի մարդիկ կարողանում են դա ճնշել եւ չեն գնում այդ զորողությանը։ Մարդիկ ամեն տեսակ դերասանություններ են անում մրցումների ժամանակ, որպեսզի հակառակորդը նկատողություն ստանա եւ կան այդպիսի այդ տեսակի մարդիկ, որոնց ես երբեք չեմ հարգում, եւ կան մարզիչներ, որոնք սովորեցնում են իրենց երեխաներին դերասանություն, որպեսզի միավորներ կորզեն։ Դրա մասին նույնիսկ չեմ ուզում խոսել, որովհետեւ դա անընդունելի է։ Այո։ Մենք մարտական իսկական կարատեի ոգով, եթե մտել ես տատամի, մտել ես ռինգ, ուրեմն տղամարդավարի պետք է կանգնես մինչև վերջ։ Եվ այո, դուք ասեցիք արդարությունը, դա գրած է կարատեի 20 պատվիրաններից, որ կարատեն դա արդարության միջոց է։ Եթե նույնիսկ հակառակորդդ այսօր ավելի ուժեղ է, դա քեզ համար պետք է ընդհանրապես լինի ազդակ, որպեսզի դու գնաս ավելի շատ մարզվես, ավելի հաստատակամ լինես եւ հաջորդ անգամ միշտ կա հնարավորություն ինչ-որ բան փոխել։ Դու դասեր պետք է քաղես յուրաքանչյուր պարտությունից, յուրաքանչյուր սայթակումից եւ այսօր չկա աշխարհում այնպիսի մարդ, որը ուժեղ է բոլորից։ Մենք խոսեցինք գոտիների մասին եւ դաների մասին, գուցե շատերի համար սա անհասկանալի լինի, ոչ գոտիների մասին շատերը գիտեն, բայց դաների մասին ոչ բոլորը, բայց մինչ այդ ուզում եմ խոսենք վերջին հաղթանակի մասին, որը ձեր ձեռքբերումն է եւ ձեր եւ Արտյոմի բնականաբար։ Ձեր դեպքում դա կրկնակի ձեռքբերում է, որովհետեւ դուք եւ ինքներդ եք հաղթող ճանաչվել եւ նաեւ որպես մարզիչ շատ վստահ եմ, որ ուրախանում եք Արտյոմի համար։ Արտյոմ, պատմիր։ Ինչպես ամեն ինչ եղավ, որտեղ եղավ, ինչ ոճ էր։ Լեհաստանում էր աշխարհի առաջնություններ, կոչվում էր Ֆունակոշի շոտոկան կարատեի ասոցիացիա։ Այնտեղ կային 18 երկիր, մոտ 700 մասնակից։ Ես մասնակցել եմ 22-ից 34 տարեկան, մինուս 85 կիլոգրամ, այդտեղ հաղթել եմ, առաջի տեղ եմ գրավել, շատ դժվար մրցումներ էր, այո, այդ հաղթանակը հեշտ չի տրվում, այդ իզուր չի ասված, եւ մասնակցել եմ բացարձակ չեմպիոնների մեջ, այդտեղ էլ գրավել եմ 3-րդ տեղ։ Ինչ է նշանակում բացարձակ չեմպիոնների մեջ, կարծում որ հերոստեյտոները չեն հասկանում։ Ասենք բացարձակ առանց քաշային կարգի, բացարձակ տարիքային խմբում, առանց քաշային կարգ
բոլորը ովքեր ցանկանում են մասնակցում են։ Այսինքն դա տարիքային կարգերից, այո, մտնում են բացարձակ տարիքային եւ մենամարտ են։ Երբևէ Այսինքն դա կարող է լինել քեզնից հակառակորդը շատ ծանր, շատ բարձրասար։ Բայց կա տարիքային սահմանափակում։ Թե չկա։ Դա կա, նորից 22-ից 34 տարեկանների մեջ։ Ահա, հասկանալի է։ Որ հաղթանակները ավելի բարդ քեզ համար։ Հենց առաջի տեղ գրավել եմ, որ եզրափակիչը հենց Լեհաստանի ներկայացուցիչի հետ էի, ժամանակը վերջացել էր եւ հավասար միավորներ էինք, բոլոր մրցավարները հավասար ցույց տվեցին եւ այնտեղ ավելացվեց նորից ժամանակ, որ մեկ միավոր ով տարավ այդ հաղթումը ու շատ դժվար ավելի լարված էր եւ այդտեղ կարողացա Աստծո կամոք ես հաղթեցի։ Շատ լավ է, որ մտածում եք, որ Աստված այդ հարցում ձեզ եւս օգնել է։ Հնարք, որը օգտագործեցիք եւ հաղթող եղաք, անունը։ Կիզամիցկի Ձյոդան։ Շատ բարդ է։ Ձեռքի շարժում։ Ձեռքի շարժում, այո, ուղիղ ձեռքի հարված դեպի դեմքին, Ձյոդան կոչվում է դեմք։ Այս մրցումների ժամանակ կար կոնտակտ, թե կրկին դուք միայն ցույց եք տալիս։ Այո, կար կոնտակտ եւ բավականին ուժեղ կոնտակտ։ Այնտեղ մեծահասակներին մի քիչ թույլատրվում է։ Փոքրերի հարցում փոքրինչ խիստ են, որովհետեւ նրանք կարող են չգիտակցել։ Չնայած ինչքան էլ ասում են կոնտակտը կա, մեծահասակների մեջ եղան շատ նոկդաուններ, որտեղ հաշվեցին միավոր, որովհետեւ իրավունք չունես դու բաց դեմքով գնաս դեպի, այսինքն դու պետք է պատրաստ լինես, թե հարվածելու, թե հարված ստանը պաշտպանվելու։ Եվ բավականին կոնտակտը կա։ Հասկանալի է, շնորհավորում եւ քեզ եւ ձեզ այդ հաղթանակների արդիվ, որովհետեւ պատկերացնում ենք, որ մենք այսօր խոսում ենք ընդհանրապես հաղթանակի մասին, դա ուրախալի փաստ է, բայց դրա հետևում եղել են տարիների աշխատանք եւ շատ հաճախ նույնիսկ չենք պատկերացնում դա որքան դժվար կարող է լինել, նույնիսկ մարզիկը կարող է ժամանակ առ ժամանակ թևաթափ լինել եւ ասել վերջ այլևս չեմ ցանկանում, այլևս չեմ ուզում, ես ուզում եմ փոխեմ իմ կյանքը, բայց իսկական ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր շարունակում են այդ բարդ ճանապարհը։ Կա տարիք, որից հետո խորհուրդ չի տրվում զբաղվել կարատեով ցանկացած տեսակի։ Չէ, այդպիսի տարիք գոյություն չունի, կարատեով դու կարող ես զբաղվել ողջ կյանքի ընթացքում։ Քանի տարեկանից սկսած։ Մենք ընդունում ենք 6 տարեկանից, Ճապոնիայում ընդունում են 3 տարեկանից տարբեր մսուրային կուրսերում, բայց քանի որ մենք այդ պայմանները չունենք այսօր, 6 տարեկանից, որ երեխան հասկանա աչքը, ձախը, մոտավորապես շատ կարողանա կանգնել, ավելի ճարպիկները 5 տարեկանից եւ անսահմանափակ։ Մրցումների ժամանակ կան նաև 65 անց մարզիկներ, որոնք շատ մեծ մարտական ոգով պայքարում են եւ սա միայն մրցումները չի։ Մրցումները դա կարատեի շատ փոքր մասն է կազմում։ Դու կարող ես ողջ կյանքդ զբաղվել, կատարել կատաները, կատարել հարվածներ, ամեն ինչ։ Ու քեզ բավական է մի փոքր տարածություն, պարտադիր չի լինի մեծ դալիչներ։